Սա նաև ֆինանսապես է ազդելու ձեր վրա։ Քուրիկ ջան, ազդելու է։ 3 հատ դպրոցական երեխա ունեմ, մի հատ կնիկ ունեմ, էլի համալսարանում սովորում եմ։ Ուրիշ։ Իհարկե։ Ասա ցավտանում, էլի հարց դուր։ Միջև այս թանկացումը ինչքան եք վճարել եւ թանկացումից հետո 59-ի գծից դուրս գալուց հետո ինչքան է լինելու։ Ես ճիշտն ասած ասենք այդպես չեմ հաշվում իմ ծախսերը, երբևիցե չեմ էլ հաշվել։ Մեծ ամեն դեպքում շատ, այնքան որ այսօր ինձ նեղացրել է, իջել եմ ստեղ։ Այդքան։ Մեր ճանապարհացածը միշտ էլ 100 դրամ է եղել։ Ավտոբուսներին 150-ով համաձայն չենք, գազելը կողում են պրեսի մեջ, մեկը մյուսիկին շունչը քաշում։ Ու դարձնեն 200 դրամ, այդ տրամաբանական է։ Ու տարածած ճանապարհն էլ այսքան տեղն է, էլի։ Մինչև ֆիզիկա խաշմելու։ Ֆիզիկայի խաշմելու կետի ժամը 7-ից Այսինքն ավարտում։ 2-ից 3 տրանսպորտ պետք է փոխեք մինչև հասնեք Երևան։ Համալսարան։ Մինչև համալսարան հասնելը 3 հատ տրանսպորտ պետք է փոխել։ Ճիշտ է դա։ Եթե ճիշտ ասեք ճիշտ է, հլենք այդանք մեր տները քնենք։ Եթե ճիշտ չի, մնում ենք ստե քնենք։ Բայց այ քննարկումներ են եղել եւ կառավարությունում եւ փոխնախարարի հետ։ ոչ մեկ ոչի բան ոչ քննարկելա, ոչ դրելա, ոչ վերցելա, ոչ էլ լսում են։ Քանի ճամփա չես փակում, քանի ասենք ագրեսիա չես անում, իշո մի մոմենտ չես անում, մարդիկ չեն ուզում իրաց տեղից ելնեն շարժվել։ Չկա այդպես բան։ Բայց ասում են, որ ճանապարհ փակելով հարց չեն կարող։ Լուծվում է։ Եթե սրտանց ես ինչ-որ բան անում, լում է։ Դուք չգիտեք, որ սրտանց մի բան անում ես, լում է։ Մենակ չենք, մեր հայ ազգի հետ ենք։ Մենք ինչքան մարդ կա կայնած մեր հետ։ Աչուծախ մեր հայերն են։ Մենք կորցնելու բան չունենք։ Իրանք ունեն կորցնելու բան։ Դու ջղաներ ենք ստեղից կիշտենք ներքև արդեն։ Հիմա իրատեսական եք համարում, որ Այո, պետք է մեր հարցերը լուծեն։ Մենք երեխեք չենք արդեն։ Եմաց որ Նիկոլ երեխա էր, մենք երեխա չենք, մեծ էինք։ Իմի մեծ, ավելի մեծացան։ Երիքա։ Փաշինյանին եք ընտրել, ինչու չի արձագանքում ձեր։ Դե կգա էլի հեսա, հեսա կգա, ոչինչ։ Բաբա սպասում ենք, պետք է գա։ Սաղն է սպասում ենք, սաղը գալու են։ Դե ինչքան կա պարլամենտում նստած պետք է գա, սպասում ենք։ Դրանք քիչ լուծեն մեր հարցը։